Սիրիայի Տարտուս և Լաթակիա բնակավայրերում արաբական նոր կառավարության դեմ ցույցերը վերածվել են կատաղի բախումների, նախկին նախագահ Ասադի կողմնակիցների և ուժայինների միջև որոտացել են պայթյուններ, սա ամենաարյունալի առճակատումն է Ասադի իշխանության տապալումից ի վեր։ Լաթակիայում և Տարտուսում պարետային ժամ է սահմանվել, Ասադի համակիրները Լաթակիայի մերձակայքում դարանակալել ու սպանել են նոր կառավարության անվտանգության աշխատակիցներին, զոհերի թիվը անցել է 70-ը։ Մենք հաղթելու ենք Սիրիայի պաշտոնանկարված նախագահի մնացորդներին, որոնք թիրախավորել էին Լաթակիայի անվտանգության վարչության եղբայրներին։ Մենք կանգնած ենք անվտանգության ուժերի և Սիրիայի բանակի կողքին։ Նրանց արյունը էժան չէ, և մենք կռվենք մինչև մեր արյան վերջին կաթիլը։ Տեղեկություններ կան, որ թուրքական ստորաբաժանումները մտել են Սիրիա։ Ասադին տապալելու պահից 3 ամիս է անցել։ 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո նոր կառավարությունը իբր ցանկանում է երկիրը դուրս բերել օր-օրի սրվող ճգնաժամից, բայց երկիրը վերամիավորելու Ջուլանիի ջանքերը բախվում են բազմաթիվ մարտահրավերների։ Աչից, ձախից ու թիկունքից սպառնում են, որ չեն հանդուրժի, եթե Հայաթ Թահրիր ալ-Շամ ահաբեկչական խմբավորումը փորձի դուրս գալ երկրի սահմաններից։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,